եւ նրա բոլոր խաբեություններից, նրա պատրանքներից, Սրբազան պայքարի հերթական դատական նիստը հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ։ Դատարանը ներկայացրեց պայքարի աջակից Արման Իսրայելյանի նոր պաշտպանին, փաստաբան Պետրոս Պետրոսյանին։ Պաշտպան Հովհաննես Խուդոյանը, որը իրականացնում է Բագրատ Սրբազանի պաշտպանությունը, դատարանին տեղեկացրեց, որ այս եւ հաջորդ դատական նիստին ինքն է ստանձնում հրայր սարկավագի պաշտպանությունը։ Դատարանը չառարկեց։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը իր վստահորդի Արմեն Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց դատարանին։ Ըստ Կոչուբաևի, Արմեն Ալեքսանյանի որպես գործով անցնող անձի անունը ընդամենը 2 անգամ է հիշատակվում Սրբազան պայքարի գործում։ Մի անգամ մասնակցել է ընդհանուր խոսակցությանը, խոսելով գզգզված մազերով չուչելով լայվ իրականացնելու մասին, երկրորդ իր տիկտոկյան էջում ձվածեղ է պատրաստում։ Ակնհայտ է, որ այստեղ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում, ասաց պաշտպանը։ Դատարանը մերժեց միջնորդությունը, նշելով, որ միայն հիմնական դատալսումների ժամանակ ապացույցները հետազոտելուց հետո կարող է որոշում կայացնել։ Պաշտպան Խուդոյանը հանցակազմի բացակայության հիմքով պայքարի բոլոր 18 աջակիցների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վարույթը կարճելու միջնորդություն ներկայացրեց դատարանին։ Խոսեց բարձրաստիճան պաշտոնյաների մանիպուլյացիաների, մերձիշխանական լրատվամիջոցների հրապարակումների, իրար հաջորդող խուզարկությունների, ձերբակալությունների մասին։ Դատարանը մերժեց միջնորդությունը։ Պետք է արձանագրենք, որ այս փուլում եթե դատարանը չի դադարեցնում հետապնդումը, ապա նույնիսկ եթե հետագայում արդարացման դատական ակտ կայացնում, ստացվում է, որ այս ամբողջ ժամանակահատվածում անձինք անիրավի գտնվել են ազատազրկված կամ քրեական հետապնդվողի կարգավիճակով։ Այս դատական նիստին ևս պաշտպանական եւ մեղադրական կողմերի միջև իրավիճակը լարված էր։ Դատարանը կարճատև ընդմիջման հեռացավ, որի ընթացքում դատարանի սրահում աղմուկը չդադարեց եւ դատավոր Ֆարխոյանի վերջին հայտարարությունները ներկաներին լսելի չեղան։ Դավիթ Գալստյանի վերաբերյալ վերաքննիչ բողոքը բավարարվել է, ոնց որ թե տնային կալանք եւ գրավ փոխվել է։ Նաեւ իմացանք, որ Միրան Մաղսուդյանի վերաբերյալ էլի բողոքը ոնց որ թե մասնակի բավարարվել է, չիմացա այդ կամ երևելի նույն ձև տնային կալանք։ Նաև իմացա, որ Բագրատ Սրբազանի մասով մասնակի էլի բողոքա բավարարվել, տեսակցությունների արգելքի վերացման մասով այս կալանքը դեռ պահպանվում է։ Սկզբից մինչև վերջ դատարանի բակում ներկա էին Սրբազան պայքարի բազմաթիվ աջակիցներ։ Սոնա Խաչատրյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։